Ողջույն բոլորին, այսօր սկսում ենք մի հատ նոր ու բավականին ուժեղ թեմա, ֆունկցիաներ։ Անցնենք միանգամից խնդրին, մեզ խնդրում է տպել այսենց ուղղանկյունիկներ 10-12-ի չափով ու իրանցից 3 հատ։ Եկեք մի հատ փորձենք սովորական ձևով լուծել, հետո դարձնենք իրան այդ ֆունկցիաներով։ Դե գնացինք։ Սկզբում պետք է ասենց 12 հատ վանդականիշ տպենք, հետո վանդականիշ ու բացատ, հետո վանդականիշ, ու սենց մի քանի անգամ, մինչև որ ընդհանուր 10-12-ի դառնա այս մեր ուղղանկյունը։ Այսա կոդի մեջ ավելի հստակ կհասկանանք, թե ինչ չափերով պետք է անենք, բայց նախ առաջի տողը տպելու համար գրում ենք print, ու հիմա կամ պետք է 12 հատ սենց վանդականիշ գրենք, կամ էլ կարող գրենք ուղղակի վանդականիշ անգամ 12, ու մեկ էլ վերջում ենք սա անելու, սա էլ պահենք, հələ դեռ ուղղակի փորձում ենք այս մի հատիկ ուղղանկյունը տպենք, էլի։ Քանի որ երկարությունը 10 է ու այս հատակը ու առաստաղը, այս լրի վանդականիշներն, այս տակը մնացածից մնում է 8 հատ, 10 մինուս 2, էլի։ Հիմա պետք է 8 անգամ տպենք, եկեք ցիկլ միանգամից պտտվենք, ասենք for տակի գծիկ in range 8, տակի գծիկ, որովհետև մեզ կարևոր չի, էլի, այս range 8-ի տված արժեքները մեզ ուղղակի պետք է 8 անգամ աշխատացնել։ Ու պետք է տպենք վանդականիշ, հետո բացատներ, նենց որ գումարային 12 դառնա լայնությունը, այսինքն 2 հատ վանդականիշ կա, 10 հատ պետք է լինի բացատ, բայց որ չընկնենք ու փորձենք տենց շատ զգուշությամբ 10 հատ պրաբել դնենք կամ copy paste-ի հետևից չընկնենք։ Կարանք սենց անենք, ասենք տպենք վանդականիշ, գումարած 10 անգամ բացատ, գումարած մի հատ էլ վանդականիշ։ Եթե ուզենք, կարանք նույնիսկ այս անենք list բանի տեսքով, f-string-ի տեսքով, բայց կարանք սենց էլ թողենք, աշխատացնենք, տեսնենք, մի հատ տպեց, հիմա եթե զնենք 3 հատ տպենք սայից, պետք է այս կոդը բռնենք ու բոլորը այսենց 3 անգամ դնենք, ինչը հեչ հավես չի, հաստատ ավելի էլեգանտ ձև պետք է լինի, որ մի անգամ ուղղակի սահմանենք ինչ է նշանակում այդ ուղղանկյունիկը տպել ու հետո ամեն անգամ օգտագործենք, դե դա էլ հենց արդեն ֆունկցիաների գաղափարին են գալիս։ Կարանք բռնենք ու այս կոդը սահմանենք որպես ֆունկցիա, անուն դնենք տպի ուղղանկյուն print rectangle։ Այսենց ու իշտենք ներքեյտող ու այն կտորը, որը վերաբերվում այս ֆունկցիային, դնենք իրա մեջ, այսինքն մի հատ թաբ առանձնացված գրենք։ Ու հետո ստեղ այդ ֆունկցիային կանչ անենք։ Հիմա 3 անգամ պետք է կանչ անենք։ S1, S2, S3։ Սենց կրկին խնդիրը լուծվեց, բայց արդեն ավելի գեղեցիկ։ Դե, հաջողություն։